Բարև ձեզ, ոնց եք, ոնց է գործերը, ոնց է ստացվել, երեխեքը շատ են շուխուրանում, չէ, տանեմ, ուրախանում են, են ինչ շուխուրանում, շատ գոհ եմ, բայց լավ է ստացվել իրական, անտիշ, ես էլ շների հրապարակ, ոնց եք, ոնց է ստացվել, էլի մարդիկ բերում են շներին, շունո ջան, հա, ստեղ մաքրեցին, հիշում եմ, բացազատվեց, գարաժներ, ամբողջը բացազատվեց, գարաժներ, վշապներ, Երեսուն հոթանոց խմբի համար է նախատեսված, ես բաղվում ենք 19 բալիկ և 11 տեղ ազատ։ բարև ձեզ, որ տարիք երեխեքն է, Կեցեր երկրորդ խմբն է, երեքից շատ տարիք։ ով է սիրում մանկապարտեզ գալ, դե մենք գնացինք երեխեք, ստեսություն, Սպասարկման ընթացքում մենք առաջնային ուսումնասիրում ենք կամրջի ջրահեռացման համակարգերը, դեֆորմացիոն կարերը։ Դավիթաշենի կամրջի վրա կար 10-րդ դեֆորմացիոն կարի ջրի ներթափանցում հենարանների վրա։ Այս պահին մենք կատարում ենք կոմպենսատորների փոխարինում եւ մետաղական հատվածի կողային հատվածում կատարելու ենք D40 դասի բետոնով ամրանավորված ցանցով բետոն, որը եւս պաշտպանելու է մետաղի եւ ասֆալտի շփման բացակայությունը։ Ծրագիրը իրականացվում է կամուրջների սպասարկման եւ շահագործման ծրագրով, ներկա պահին ընթանում են դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքներ։ Կարևոր եմ համարում նաեւ համագործակցությունը մեր եւ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեր գործընկերների հետ։ Մենք հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք կամուրջների վիճակը ու առաջիկայում մենք նախատեսում ենք ունենանք ցուցիչներ, որոնք կամրացնենք մեր կամուրջների վրա, միանգամից կհեշտանա process-ը ու ավելի ստույգ կլինի պատկերը կամրջի վիճակի մասին։ Դեռևս 1 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ սկսեցին լայնածավալ աշխատանքներ, Սասունցի Դավիթ բալետորի աշխատանքները եւ հավաքվեց ստեղծագործական մի ամբողջ կազմ եւ մեծ քննարկումների արդյունքում կարողացանք մի շարք մեզ համար կարևոր բնորոշիչներ իմանալ, թե ինչպես ենք առաջնորդվում եւ ինչպես կարելի է մեր անմահ էպոսը ներկայացնել եւ ներկայացնել այսօր եւ վերաիմաստավորել եւ վերարժևորել։ Կարծում եմ, որ մեզ հաջողվեց գտնել մի ձևաչափ Երևանի քաղաքապետարանի հավաքական երգչախմբի, մանկական երգչախմբի միջոցով 400 երեխաներ սովորել են եւ շարունակում են այս պահին սովորել Սասունցի Դավիթ էպոսը եւ շատ կարեւոր էր ինչպես են կարողանալու այս ժամանակի համար ներկայացնել։ Սա կարող եմ ասել նախադեպը չունեցող նախագիծ է, ելնելով թե մասշտաբայնությունից, երեխաների քանակից եւ առհասարակ գաղափարից։ Ներկայացված են գլխավոր հերոսները եւ երգչախումբը այս հերոսների մարմնավորողն է, կերպարների կերտողն է, պատասխանատվությունը իհարկե շատ մեծ է, քանի որ դեռևս անդրադարձ չի եղել այս ֆորմատով մեր էպոսին։ Մեր խնդիրը այստեղ շատ բազմաշերտ է, կարողանալ այնպես անել, որ
հանդիսատեսին հասցնենք էպոսի յուրաքանչյուր հերոսի իրական կերպարը։ Մենք էպոսը ներկայացնում ենք էլեկտրոնային ժամանակակից երաժշտության եւ բալետային նոր մարմնի լեզվով։ Բեմադրությունը կատարվել է ժամանակակից ոճով։ Յուրաքանչյուր արտիստ ինձ համար գլխավոր հերոս է ու գլխավոր հերոս կդառնա նաև հենց հանդիսատեսի համար։ Պարողների հետ սկսել եմ աշխատել սեպտեմբեր ամսվանից։ Ունեցել ենք շատ երկար, դժվար, բայց սիրով լի ճանապարհ ու կարծում եմ, որ ներկայացման օրը այդ սերը հանդիսատեսը անպայման կզգա ու կհասկանա, թե ինչքան մեծ աշխատանք է կատարվել ողջ բեմադրական կազմի կողմից։ Աշխատանքը կատարված է ժայռերի տեսքով, նյութը պենոպլաստներով, մետաղական կոնստրուկցիաներով, հատուկ տեխնոլոգիաներով փորձեցինք ստանալ ժայռերի հայտ մեծ ծավալները 80 կտորից է բաղկացած։ Սկզբնական պահերին մի քիչ մտավախություն կար այդ հսկայական մեծ ծավալի առումով։ Հետո աշխատանքի ընթացքում այդ ամբողջը ոնց որ հուշում էր եւ ընթացիկ այդ ամբողջը ավելի էր հետաքրքրանում աշխատանքը եւ իհարկե Սասունցի Դավիթի իբրև մեր պատմական հայոց այդպես ուրեմն էպոս եւ իմ համար մեծ պատիվ է որ հնարավորություն եղավ ուրեմն ձևավորել բեմը Լիահույս ենք որ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին տեղի կունենա հայկական մշակութային կյանքում հեղափոխական մի էջ որը որ կարողանա ձևակերպում տալ, թե ուր է շարժվում եւ ուր է գնում հայկական մշակույթը։ Երևանի քաղաքապետարանից ենք Բարեկային ծառայության հետ միջոցառում ենք հերթական եկած։ Ինչի՞ համար եք այս մետաղական իրերում ստեղ։ Ճիշտն ասած մեծ մեքենա է գալի գնա։ Քաղաքացիների ազատ տեղաշարժը կանգնելու տեղաշարժը խոչընդոտում ենք։ Ամեն օր այս նույն աշխատանքը կատարում ենք։ Ժողովուրդ ջան, եթե ասում ենք չի կարելի, ուրեմն չի կարելի։ Վարչական վարույթ ենք կատարում իրավախախտման հետ կապված։ Ուժի տեսակ կնշանակեմ, կծանոթացնեմ, ձեր իրավունքներն կծանոթացնեմ տեղում, լավ։ Ինչու եք ապօրինի մարդկանցից գումար վերցնում։ Որտեղ եք տեսի ապօրինի։ Մեր որ վիդեոն նայեք։ Ով որ այդ բաղաքում եք, ես այդ չանդեպ եք շմարում։ Էնի ես չեմ։ Սա դուք եք, չէ։ Զննել ենք արդեն այդ տեսանյութը։ Չեք նմանացնում ձեզ։ Դուք ձեզ չեք ճանաչում վիդեոյի մեջ։ Եթե չեք նմանացնում բողոքարկեք։ Ձեզ եւս մեկ անգամ հորդորում ենք, որ այս խոչընդոտ հանդիսացող առարկաները չտեղադրեք, լավ չի թույլատրվում։
Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։